Smart Transportation լոգիստիկ ընկերության հիմնադիր եւ տնօրեն հավաքի այսօրվա մեր հավաքի իմաստը կոնկրետ բեռնափոխադրողների շահերը պաշտպանելն ու աջակցելն է։ Բեռնափոխադրողների լայն սպեկտրը ամենամեծը հենց կազմում են մեքենայատերերն ու վարորդները։ Այս պահին ունենք խնդիր, դե խնդիրը միայն Հայաստանին չի իհարկե վերաբերվում, բայց հապաղող մասը մենք ենք, այսինքն խնդիրը մոտավորապես 2 շաբաթակա դիմումները տրված են լուծման համար, բայց ոչ մի լուծում դեռ չի առաջարկվել։ Ես մտածում եմ քայլեր արվելու առաջին նախանշանները նրանք են, որ գոնե այդ դիմումներից հետո կամ խոսակցությունից հետո գոնե սահմանային անցակետերում հայ վարորդներին պիտի չդեպորտ չանեն կամ չտուգանեն եւ այլն եւ այլն։ Ինչը իրականում անօրինական է, որովհետեւ եթե բացեք օրենքի կետերը հստակ նայեք, այնտեղ շատ կետեր կան, որոնք վարորդներին, կոնկրետ մուտք ելք անող վարորդների հետ կապված ունեն բացառություններ։ Բացառությունները իհարկե պետքա քննարկվեր հունվարի 1-ից, երբ որ օրենքը ընդունվել էր, մենք էլ ենք ուշացել իրականում, մենք պետքա ստիպեինք, պահանջեինք, որ այդ կետերը քննարկվեին հունվարի 1-ից, երբ որ ընդունվեց ու երբ որ կային բացառությունները, չքննարկվեցին, կանգնեցինք փաստի առաջ, ոնց որ բոլոր մյուս երկրների քաղաքացիները։ Հիմա մյուս երկրների քաղաքացիները որևէ կերպ արդեն իսկ լուծել են խնդիրը, երևի թե տեղյակ եք, որ Կազախստան եւ այլն արդեն իսկ ցուցակները կան, արդեն իսկ դեպորտները հանված են massամբ։ Հայաստանի դեպքում դեռ ոչինչ չի արվում։ Միայն կա խոսակցություն, որ գործընթացը արդեն սկսվել է։ Մենք համարում ենք սկսված, եթե կա խնդրի լուծում կամ գոնե կասեցում։ Օրենքի մեջ կան կետեր, ըստ որոնց բեռնափոխադրողները, որոնք որ բեռնափոխադրում կկատարեն, հենց իրենց մասին չի նշված, բայց աշխատուժը, ով որ Ռուսաստանի Դաշնությունում է, ու 90 օրից ավել գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, դրանից ավել գտնվելու դեպքում պետքա դիմի տարածքային միգրացիոն բաժին, ստանա թույլտվություն 90 օրից ավել գտնվելու համար։ Վարորդները գնում են ոչ թե մենակ Հայաստան-Մոսկվա, Հայաստան-Կրասնոդար ուղղությամբ, ամբողջ Ռուսաստանի տարածքը, չհաշված, որ Ռուսաստանը մեր համար նաև համարում է տարանցիկ երկիր դեպի Կազախստան եւ Բելարուս գնալու համար, չհաշված Ուզբեկստան, Տաջիկստան, Մոնղոլիա, վերջնակետերը միշտ նույն տարածքը չեն։ Այսինքն, եթե օրենքում կա կետ, որ հստակ ինչ-որ միգրացիոն կետ պետքա դիմել, պետք էր ուղղակի ի սկզբանե քննարկել օրենքը, հասկանալ, տեսնել, թե որ միգրացիոն կետերին պիտի դիմել, որ բաժիններ գնան, որտեղ ասեն, որ 90 օրը լրացել է եւ առհասարակ։ Բայց այսինքն օրինակ գտնում են միգրացիոնը Կրասնոդար, Մոսկվանոյ միգրացիոնը, չէ՞ թե կոնկրետ միգրացիոն։ Չէ, կա նշված է օրենքում հստակ տարածքային միգրացիոն բաժին։ Ընդհանուր միգրացիոն բաժին Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի հասկացողություն չկա։ Կա տարածքային միգրացիոն բաժին, ասեք, որ տարածք դիմեին այդ տարածքի միգրացիոն բաժինը, եթե դեռ չի ասվել, հստակացված չի, ուրեմն ոչ մի վարորդ չպիտի իր ֆուրը ենթադրենք բեռնատարը կանգնեցնի որևէ միջազգային տրասայի վրա ու գնա ման գա այդ միգրացիոն կենտրոնը, որտեղ պիտի դիմի, որ իր ժամկետը երկարացնեն։ Եթե այդ կետերը հələ հստակեցված չեն, ուրեմն պայմանավորվածությունը հունվարի 1-ից ձեռք բերված քննության ենթակա էր։ Այս պահին պահանջում ենք մեր կառավարությունից, ինչի մեր նշեմ համել, ինչի չենք գնացել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կանգնել, որովհետև մենք ոչ մեկս Ռուսաստանից պահանջելու ոչինչ չունենք։ Ունենք կառավարություն, ումից պահանջելու ենք, այդ կառավարությունը թող որոշի պահանջում է Ռուսաստանից, թե չի պահանջում։ Այս պահի դրությամբ Հայաստանի էկոնոմիկ դաշտը 70%-ով, եթե ոչ ավել, կախված է Ռուսաստանից։ Բազմոցային զորքերի համար եմ այս ամեն ինչը նշում իրականում։ Եթե Ռուսաստանից որոշել էինք, որ պետքա չկախվենք, նշանակում է ի սկզբանե էկոնոմիկան պիտի կախեինք Եվրոպայից կամ մնացած մյուս երկրներից, նոր Ռուսաստանի հետ սկսվեր այս հակամարտություն ասված տերմինը, ըստ որի ուղղակի մեր վարորդներն են ու մենք ենք տուժում։ Լոգիստիկ ընկերությունները որպես այդպիսին մեծ սպեկտր են ներառում, ինչը ոչ միայն Հայաստանի լոգիստիկան է, այլ նաև միջազգային լոգիստիկայի մասին ենք մենք խոսում, այսինքն մենք ունենք հնարավորություն օրինակ
լոգիստիկա անելու Վրաստան, Ռուսաստան կամ, չգիտեմ, Եվրոպա, Ռուսաստան։ Եթե այս տրամաբանությամբ մտածենք, որ լոգիստիկ ընկերություններն օրինակ ինչի են գտնվում ստեղ ու ինչի են վարորդներին սատարում, եթե այն տրամաբանությամբ մտածենք, որ լոգիստիկ ընկերությունն անելիք չունի ստեղ, մեր բեռնափոխադրման ոլորտը իրականում գնալով մեռնելու է։ Ինչը Հայաստանի էկոնոմիկայի ամենամեծ հարվածն է լինելու, որովհետև ոնց էլ չնայենք, առաջին տեղում առևտուրն է, երկրորդը բեռնափոխադրումը, որը բերում է մեծ շահույթ պետությանը։ Եթե մեր վրա դրված են հարկեր, որոնք մենք պարտավոր ենք մուծել ու մուծում ենք, ես համոզված եմ, մեր վարորդներն էլ, լոգիստիկ ընկերություններն էլ չունեն մի տենց ամիս, որին ընթացքում հարկ չի մուծվել։ Եթե այդպես լինի, իրավունք չեն ունենա մուտք ելքի եւ աշխատելու ու շարունակելու այդ աշխատանքը։ Եթե մուծում ենք հարկեր Հայաստանի Հանրապետությանը, ուրեմն պահանջ ունենք ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը, ինչը ինձ թվում է լոգիկայով է ու ավելի տեղին։ Պետությունից պահանջում ենք գործընթացը ավելի արագացնելու, եթե դեռ չի արագացվում գործընթացը, գոնե կասեցվի հետագա դեպորտների շարքը, մինչև կհասնենք այն կետին, որ այդ դեպորտները պետք է վերացվեն։ Եթե շարունակվի, եթե կանգ չառնի, ուրեմն 100%-ով դեպորտ է լինելու, որովհետև տեսեք, այս պահի դրությամբ 30%-ը մոտավորապես դեպորտի ենթարկված է, բայց տեսեք, բեռնափոխադրողը, վարորդը, այդ 90 օրից, եթե ոչ ավել 45-ից 50 օրը անցկացնում է վերին լարսի անցակետում, այսինքն կանգնած, շահույթ դրա ընթացքում չի ստանում։ Եթե ինքը կանգնել է ընդամենը վերին լարսի անցակետում, իր օրերը հաշվում են որպես ՌԴ-ում գտնվելու օրեր։ Իրենք նույնպես, հիմա ստացվում է 30-40-ը դեպորտի ենթարկված են, մնացածը հենց գալու են էլի դեպորտի ենթարկվեն։ Կարող իրանք իդեպ վարորդների մեծ մասը ելքի ժամանակ են դեպորտի ենթարկվել, Ռուսաստանից ելքի ժամանակ։ Հակամարտություն չակերտավոր նկատի ունեմ, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ու այդ պայմանավորվածությունները հստակեցնելու մասին է։ Եթե ունենանք այլ ուղղություն, ուրեմն պետք է դրան պատրաստել նաև ներքին շուկային, այն բեռնափոխադրողին, ով որ այդ այլ ուղղությունը ապահովելու է։ Այո։ Ասացիք երկու շաբաթ առաջ դիմում եք ներկայացրել։ Չլսեցի։ Ասեք դիմումի բովանդակությունը եւ ում եք ներկայացրել։ Դիմումի բովանդակությունը վարորդներն են կազմել, կծանոթանամ դիմումի բովանդակությանը, դեռ ծանոթ չեմ դիմումին, կծանոթանամ, այսօրվա պահանջը այդ դիմումի շարունակությունը կլինի, որտեղ ես վստահ եմ, որ այդ նույն հարցի համար ենք դիմում։ Դիմումի այսօրվա մեր ներկա գտնվել այդ դիմումի շարունակությունը կլինի։ Դիմումին կծանոթանամ, եթե հետո ինչ-որ բան լինի, ձեզ Ռուզաննա Մաղդեսյան, Smart Loop Transportation ընկերության հիմնադիր տնօրեն։